Իրանի գլխավոր դատախազ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեի գլխավորած պատվիրակությունը Հայաստանի գլխավոր դատախազի հյուրն է։ Այցն աշխատանքային է, մինչև այժմ երկու երկրների գլխավոր դատախազներն աշխատել են դիվանագիտական խողովակներով առանց իրավական պայմանավորվածության։ Հենց նման մի փաստաթուղթ էլ ստորագրվեց այսօր առավոտյան։ Աղվան Հովսեփյանը նկատեց, որ հայ-իրանական տնտեսական կապերը, առևտրաշրջանառության աճը, իրանցի զբոսաշրջիկների աշխույժ ելումուտը Հայաստան ստեղծում են հարցեր, որոնք ունեն իրավական կարգավորման կարիք։ Տնտեսական հարաբերությունները եւ մնացած բոլոր տեսակի հարաբերությունները բնականաբար հետագայում կարող են վերաճել իրավական համագործակցության, որպեսզի կարողանանք ապահովել այդ համագործակցության իրավական կարգավորումը։ Այսօր Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 12 իրանցի է պատիժը կրում ամենատարբեր հանցագործությունների համար։ 25 դատապարտյալի էլ արդեն հանձնել են իրանական կողմին։ Աղվան Հովսեփյանի դիտարկմամբ իրավական առումով ամենասերտ շփումների կարիք հարևաններից հենց Իրանի հետ է առաջանում։ Բնականաբար բոլոր ծագած հարցերը ավելի օպերատիվ եւ ավելի արդյունավետ կլուծում։ Հայաստանցի գործընկերոջ հետ Ղոլամ Հոսեյն Մոհսենի Էժեին համաձայն է, մտերիմ բարեկամի հետ տնտեսական շփումներն առանց դատաիրավական ոլորտում համագործակցության արդյունավետ չեն լինի։ Իրանի գլխավոր դատախազը ուշագրի ստորագրմանը հաջորդած ճեպազրույցում անդրադարձավ ապօրինի թմրամիջոցների դեմ պայքարի խնդիրներին։ Հայտնի է, որ մեր երկիր հիմնականում Իրանից ու Թուրքիայից է թմրամիջոց մտնում, ծանր թմրամիջոցների մեծ մասը հենց Իրանից։ Երբ նատոյական ուժերը տեղակայվեցին Աֆղանստանում, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը մի քանի անգամ մեծացավ։ Այժմ մենք մեծ խնդիրների ենք բախվում։ Արտահանելիս հենց մեր տարածքն են օգտագործում։ Կարևոր է վտանգավոր օջախների հայտնաբերումը։ Իրանի գլխավոր դատախազը պատմեց, թե ինչ ծանր պատիժներ է սահմանում իր երկրի օրենսդրությունն ապօրինի թմրաբիզնեսով զբաղվողների համար, մեծ չափի տուգանքներից մինչև մահապատիժ։ Այդ երկրի բանտարկյալների 44%-ը հենց այս գործերով է նստած։ Միջազգային մաքսանենգության խաչմերուկում հայտնված Իրանում իրավապահները վաղուց խնդրի դեմ պայքարում են առանց թուղթ ու գրչի, զենքով։ Մեր համագործակցությունը կնպաստի նա, որ Հայաստանը նույնպես չի դառնա վաղը միսօրը տարանցիկ երկիր թմրամիջոցների ապօրինի շրջանառության, որովհետև երբեք Հայաստանը նման երկիր չի։ Այսօր Հայաստանում դատապարտված իրանցիների մեծ մասը հենց թմրանյութերի գործով է նստած։ Իդեպ Իրանից դուրս իրանցիները հենց այս հանցատեսակի համար են պատժվում։ Այս պահի դրությամբ Իրանի բանտերում Հայաստանի քաղաքացիներ չկան։ Սուսան Բադալյան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։